Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ քաղաքագետ Էդգար Առաքելյանի հետ, ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Առաքելյան։ Պարոն Առաքելյան, հրապարակվել են հարցումներ միջազգային Ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից իրականացված հարցումները, նշեմ, որ հարցումները իրականացվել է փետրվարի 3-ից 13 ընկած ժամանակահատվածում 1506 հոգու շրջանում եւ ըստ այդ հարցումների քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը պատրաստ է քվետալ 24% ընտրողների, եթե ընտրությունը տեղի ունենա առաջիկա կիրակի օրը։ Դուք այս ցուցանիշը ինչպես կմեկնաբանեք 80-70 քանի տոկոս ունեցող ուժը հեղափոխության 8-րդ տարում վարկանիշի անկում ունի, գահավիժել է եւ հասել 24%-ի։ Նախ պետքա, այսինքն այստեղ չկա միանշանակ գնահատական, պետքա նախ հաշվի առնենք, որ ցանկացած իշխանություն իր կառավարման առաջի տարիների եւ այդ տարիների միջակայքում կարող է ունենալ վարկանիշի որոշակի տատանումներ, բայց ես ուզում եմ ուշադրություն դարձնել մեկ այլ հանգամանքի վրա, որ ի տարբերություն նախորդ հարցումների, մենք տեսնում ենք, որ բավականին լուրջ առաջընթաց կա քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարկանիշում 7%-ը նկատի ունեք։ Եթե չեմ սխալվում, նախորդ հարցումներում 15-16% էին ասում, մոտավորապես 8-ից 10%, մենք այնտեղ նաև ցուցանիշ կա, երբ որ քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 29% է, 24 չէ, այսինքն տարբեր ուրեմն մոտեցումներ կան, բայց այնուամենայնիվ մենք տեսնում ենք 8-ից 10%-ի առնվազն վարկանիշի աճ։ Ֆիքսեցինք 24%, թող լինի լավ 30, բայց դուք 80%-ից եք եկել հասել 50%, այն ուժը, որին դուք միացել եք, վարկանիշի անկում է ունեցել։ Այս հույսով կարծում եք, որ կհաջողվի իշխանություն վերցնել։ Տեսեք, պետք է նաև վերլուծել մյուս ուժերի հետ հարաբերակցությունը եւ երբ որ մենք դիտարկում ենք նաև նույնիսկ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից հետո, հայտնված այսպես երկրորդ ուժը, ապա կարող ենք ասել շուրջ 2.5 անգամից ավել այդ ուժը ուրեմն հետ է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից եւ իսկ մնացած ուժերի դեպքում դրանք մի քանի անգամներով են ըստ էության այդ եւ այստեղ պետքա նաեւ հաշվի առնենք, որ առաջիկայում ընտրությունները 3 ամիս հետո են եւ ես համոզված եմ, որ այս դինամիկան պահպանվելու է եւ ընտրությունների նախաշեմին եթե էլի հարցումներ արվեն, ապա դուք ականատես կլինեք ըստ էության այդ վարկանիշի շատ ավելի աճի։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը երիտասարդների շրջանում այդքան էլ աջակցություն չի վայելում, որովհետև 18-ից 35 տարեկանների շրջանում անցկացված հարցման տվյալներով միայն 12%-ն է պատրաստ քվեարկել ձեր օգտին, 36-ից 50 տարեկանների շրջանում 24-ը, 55-ից բարձր տարեկային շեմի քաղաքացիներից 34%-ը, նոր սերունդը այնքան էլ ով պետք է այս տարի առաջին անգամ գնա քվեարկության, որոնց այդքան ասում եք այ սիրելի երիտասարդներ 18 տարի առաջ այսօրը Երևանում Քոչարյանի իշխանության օրոք գնդակը արվեցին մարդիկ, ըստ էության դեմ են կամ կողմ չեն, կիպը չեն քվեարկել, սա ինչպես կմեկնաբանեք։ Ես չեմ ասում, չէ, ձևակերպումը որ դեմ են, կարծում եմ ճիշտ չի, քանի որ տեսեք, երիտասարդ սերունդը մեծ առումով, եթե դուք վերցնեք աշխարհի շատ երկրների ստատիստիկան, ապա կտեսնեք, որ երիտասարդ սերունդը պասիվ է քաղաքականության հանդեպ եւ հաջորդ հանգամանքը, որը ես կառանձնացնեի, այո, այս երիտասարդ սերունդը չի ապրել ըստ էության եւ չի տեսել քոչարյանական եւ սարգսյանական կառավարման տարիները եւ այս մարդիկ պարզապես կամ կարող է գրքերից կամ ծնողների ընկերների կամ ավակ սերնդի ընկերների պատմածներից այդ մասին տեղեկանան եւ այդ տեսանկյունից ես կարծում եմ, որ իրենք ըստ էության դրանով է նաեւ պայմանավորված իրենց դիրքորոշումները, այսպես ասենք
պասիվ մասնակցությունը ընտրություններին, մենք այդ հետազոտությունը երբ որ ուսումնասիրում ենք, հասկանում ենք, որ մեծ առումով երիտասարդության այդ հատվածը որոշակի պասիվություն ունի քաղաքականության նկատմամբ, եւ այստեղ իհարկե շատ կարեւոր է ավագ սերնդի դիրքորոշումները կամ մոտեցումները, քանի որ հենց այդ ավագ սերունդն է իր մաշկի վրա տեսել փաստացի քոչարյանական եւ սարգսյանական կառավարման տարիների ամբողջ ուրեմն այդ թշվառությունը եւ բացասական կողմերը, եւ ես կարծում եմ, որ այստեղ իհարկե աշխատելու տեղ կա եւ բնականաբար մենք մեր երիտասարդությանը պետքա հնարավորինս մաչելի կերպով նախ ներկայացնենք ձեռքբերումները, ինչպես նաև բնականաբար ներկայացնենք այն քաղաքական ուժերին, որոնք ժամանակին կառավարել են Հայաստանի Հանրապետությունը եւ որոնց կառավարման տարիներին մենք տեսել ենք այն ամենը, ինչ որ տեսել ենք։ Բայց դուք երիտասարդներին ինչու եք մատնացույց անում հիշել Քոչարյանի օրոք տեղի ունեցածը, իրապես բացասական եւ վատ բան, հա, այստեղ։ Տեսեք, դուք ասում եք, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության նկատմամբ առնվազն այսպես մեծ, հա, ուրեմն թվերի, հա, առումով այդքան մեծ կողմ թվեր չկան, բայց ես է նշում, որ դա ունի նաև իր օբյեկտիվ պատճառները, ինչու է ավագ սերունդը շատ ավելի կողմ, քանի որ ավագ սերունդը տեսել է նաև նախորդ տարիների կառավարման այդ ժամանակահատվածը եւ իրենց մաշկի վրա զգացել։ Երիտասարդներն էլ իրենց օբյեկտիվորեն երիտասարդները, ինչպես նշեցի, գրեթե բոլոր երկրներում պասիվ են քաղաքականության մեջ։ Երիտասարդները իրենց մաշկի վրա զգացել են Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք տեղի ունեցածները, երիտասարդ կանայք այրիացել են, երիտասարդ մայրերը որտե կորույս են դարձել, երիտասարդ աղջիկների նշանածները չեն վերադարձել, երիտասարդ տղաների ընկերները պատերազմի դաշտից չեն վերադարձել։ Դուք էլ ունեք ձեր իշխանության այսպես այդ համատեքստում, եթե մենք նայում ենք, հա, եթե այդ համատեքստով ենք նայում, ապա այսօր քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը առաջարկում է խաղաղության օրակարգը, որպեսզի ել երբեք այդ ձեր կողմից նշած ուրեմն սոցիալական խմբերը նման ուրեմն բաների առաջ չկանգնեն եւ այստեղ էլ տեսեք հակասություն կա, մի կողմից ասում եք, որ երիտասարդները տեսել են SSS բաները, բայց մյուս կողմից այս թիմը առաջարկում է խաղաղություն, որի նպատակն է նաև այլևս որպեսզի այլևս երբեք չկրկնվեն այն ամենը, ինչ որ դուք նշեցիք։ Եվ այստեղ բնականաբար, ինչպես նշեցի, երիտասարդության պասիվության հետ կապված կա ոչ միայն օբյեկտիվ, այլ նաև սուբյեկտիվ պատճառներ։ Կներեք էլի, պարոն Արաքելյան, այս խաղաղության համատեքստում Ալիևը հիշեցնում է, որ ջարդել է հայերի գլուխը։ Սա է ձեր բերած խաղաղությունը։ Տեսեք, մենք պետքա չվերցնենք Ալիևի խոսույթը եւ բերենք մեր իրականության մեջ։ Նա է մեր հետ պատերազմողը, Դանիայի վարչապետին։ Հասկանում եմ, նա է մեր հետ պատերազմողը, բայց երբ որ մենք դիտարկում ենք Ալիևի վերջին 1-2 տարիների ռետորաբանությունը եւ տեսնում ենք իրական գործողությունները, դրանք ըստ էության իրար հետ չեն համապատասխանում, քանի որ Ալիևը նույն ռետորաբանությունը կիրառում էր 1-1.5 տարի առաջ, բայց այսօր մենք ունենք արդեն Ադրբեջանի հետ բավականին դինամիկ զարգացող հարաբերություններ։ Մենք պետք է հաշվի առնենք, որ Ալիևը Ադրբեջանը ունի իր սպეციფიკան, Ադրբեջանը ըստ էության երկիր է, որտեղ իշխանությունը ունի իր առանձնահատկությունները եւ բնականաբար Ալիևը ունի նաեւ իր ներքին լսարանին մշտապես այդ իր կողմից տարած հաղթանակը հիշեցնելու այդ անհրաժեշտությունը եւ կրկնում եմ, մենք չպետքա այդ խոսույթը բերենք եւ մեր հանրային դաշտում, տեղեկատվական դաշտում տարածենք։ Բայց դա մեզ աղված, ինչպես չբերենք, տարածենք, սա իշխանության կողմից ինչ մոտեցում է։ Մի խոսեք, մի տարածեք, հարցեր մի տվեք, Ալիևի թեզերն եք տարածում, թշնամու թեզերն եք տարածում։ Ես նշեցի տեսեք Ալիևը եւ Ադրբեջանում մեծ առումով շատ բան կարող են խոսել, բայց մենք պետք է նայենք այս գործընթացին իր դինամիկայի մեջ։ Ինչ է իրականում տեղի ունենում, տեղի ունենում հետեւյալը, որ այո, Ալիևի ռետորաբանությունը այդքան էլ մեր սրտով չի, բայց միևնույն ժամանակ մենք տեսնում ենք գործընթացներ, որ այդ ռետորաբանության, տրամաբանության մեջ չեն տեղավորվում։ Եվ պարոն Արաքելյան, ինչ եք կարծում Քոչարյանի վարկանիշն ինչու է ընկել։
Ես կարծում եմ, որ Քոչարյանը ըստ էության մեծ առումով վարկանիշ չէր ունեցել, որպեսզի մենք խոսենք ընկնելու կամ բարձրանալու մասին, եւ այս տեսանկյունից այն ինչ որ կա, ինձ համար օրինաչափ է եւ ընկալելի է եւ այստեղ ես չեմ պատկերացնում, թե ինչու օրինակ Քոչարյանը պետքա Հայաստանի Հանրապետությունում բարձր ռեյտինգ ունենա, ինչի համար։ Եթե կան կոնկրետ պատճառներ, փաստարկված պատճառներ, խնդրում եմ դուք ասեք։ Ես այնուամենայնիվ չեմ տեսնում պատճառ, որ Քոչարյանը պետք է Հայաստանի Հանրապետությունում բարձր վարկանիշ ունենա։ Նրա օրոք պատերազմ չի եղել, ասում են նրա կողմնակիցները։ Տեսեք, Քոչարյանը Հայաստանի Հանրապետության իշխանությունը վերցրել է այն ժամանակ, երբ որ ըստ էության Հայաստանի Հանրապետությունը հաղթանակած դուրս էր եկել պատերազմից, Հայաստանի Հանրապետությունը ուրեմն հաղթահարել էր էներգետիկ ճգնաժամը եւ այդ հաղթանակն ու այդ էներգետիկ ճգնաժամը հաղթահարած պետությունը սկուտերի վրա մատուցել են Քոչարյանին եւ Քոչարյանի 10 կառավարման 10 տարիները, եթե ինքը ոչ մի բան էլ չաներ ու ըստ էության ինքը ոչ մի բան էլ չի արել, այդ իներցիան բավական էր, որպեսզի ինքը կարողանար կառավարել երկիրը։ Իսկ ինչ վերաբերում է պատերազմ չլինելու, բնականաբար պատերազմ չէր կարող լինել, քանի որ ուժերի հարաբերակցությունը այդ ժամանակ տարբեր էին։ Այդ ժամանակ Ադրբեջանը պարտված երկիր էր եւ թե հոգեբանական, թե ռազմական, թե տնտեսական առումով բավականին խոցելի վիճակում էր, բայց մենք կարող ենք փաստել, հա, այդ ի հակադրումն Քոչարյանի կողմնակիցների, որ հենց Քոչարյանի կառավարման տարիներին էր, որ սկսեց ուրեմն Ադրբեջանի տնտեսությունը եւ Ադրբեջանի զինված ուժերի բյուջեն ուրեմն շատ ավելի աճել, քան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բյուջեն եւ այստեղ է որ պետքա հարց տալ ուրեմն Քոչարյանի կողմնակիցներին, այդ ինչպես է որ Քոչարյանը լավ է կառավարել տնտեսությունը, զարգացում է ապրել ու մեր ռազմական բյուջեն հենց Քոչարյանի կառավարման տարիներին սկսել է հետ ընկնել Ադրբեջանի ռազմական բյուջեից։ Ունենք երկրորդ նոր ուժ ըստ այս հարցման, որը Սամվել Կարապետյանն է, սա ինչ է նշանակում, որ խորհրդարանում ընդդիմափոխություն է լինելու։ Եթե դուք նկատի ունեք, որ Սամվել Կարապետյանի ուժը տարբեր ուժ է, ապա ես չեմ համարում, որ Սամվել Կարապետյանի ուժը տարբերվում է Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի կամ չգիտեմ Թաթոյանի կամ մյուսների քաղաքական ուժից, քանի որ նրանք ըստ էության ժամանակին եղել են մեկ քաղաքական թիմում, մեկ քաղաքական իշխանության մեջ եւ այսօր տարբեր կուսակցություններով կամ տարբեր դեմքերով փորձում են ցույց տալ, որ իրենք տարբեր ուժեր են, բայց կրկնեմ, իրենք նույն քաղաքական ուժն են ու մեծ առումով երբ որ մենք այս հարցումների տվյալները վերլուծում ենք, հասկանում ենք, որ այս քաղաքական ուժերը, այս քաղաքական թիմերը ըստ էության ունեն այն նույն վարկանիշը, ինչը ունեին նախկին հարցումների ժամանակ, ավելին ինչ որ առումով նաև նվազել է նրանց վարկանիշը եւ այստեղ պարզապես հանդես է գալիս, այսպես ասենք, նոր անունով մի ուժ, որը մյուս ուժերից վերցրել է որոշակի ձայներ կամ որոշակի տոկոսներ, բայց մեծ առումով այս թիմերի հավաքական ուրեմն տոկոսները ըստ էության չեն տարբերվում նախորդ հարցումներից եւ եթե չեմ սխալվում, ինչ որ առումով նաեւ կրճատվել են, նվազել են։ Բայց այնուհանդերձ նրանք տարբեր անուններով, տարբեր դեմքերով են հանդես գալիս, դուք կարող եք որպես մեկնաբան ձեզ թույլ տալ ասել, որ նրանք նույն ուժերն են, բայց ես առաջնորդվեմ պաշտոնական, հա, իրենց դիրքորոշումներով, այնուհանդերձ Քոչարյանը տեղը կզիջի Սամվել Կարապետյանին, թե ոչ։ Ոչ, Քոչարյանը տեղը չի զիջելու Սամվել Կարապետյանին եւ եթե նրանք ինչ որ հրաշքով ձայներ հավաքեն, որ կարողանան ուրեմն վարչապետ առաջադրել, իսկ այս հարցումները ցույց են տալիս, որ այդ հնարավորությունները խիստ նվազեն եւ հնարավոր չէ, բայց այնուամենայնիվ բոլոր քաղաքական ուժերը, բոլոր թիմերը իրենց ձայները տալու են Ռոբերտ Քոչարյանին, քանի որ իմ խորին համոզմամբ Մոսկվայում կա ուրեմն որոշում, որ իրենց հիմնական տեխնացուն դա էլի Ռոբերտ Քոչարյանն է, չի Ռոբերտ Քոչարյանը, քանի որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքականության մեջ մյուսներից շատ ավելի փորձված է, Ռոբերտ Քոչարյանը
ուրեմն ըստ էության Ռուսաստանի համար շատ ուրեմն փորձված տեխնացու է եւ Ռոբերտ Քոչարյանը իր կառավարման ժամանակ տարիներին արել է այն ինչ որ ուրեմն Ռուսաստանից ասվել է եւ թելադրվել է եւ հետեւաբար իրենք չեմ կարծում որ կցանկանան իրենց տեխնացուին փոխեն եւ այդ առումով ես կարծում եմ որ այո Ռուսաստանի տեխնացուն դա էլի Ռոբերտ Քոչարյանն է մնացածը ինչպես իրենք են ասում փորձելու են խաղարկել Գյումրիից սցենարը որը այս անգամ ես համոզված եմ որ չի ստացվի Այսինքն Սամվել Կարապետյանը շատ քվեներ ստանալով, որովհետև ըստ այս հարցման ընտրություններին ինքը ավելի շատ քվե է ստանալու, իր ձայները տալու է Քոչարյանին։ Այո։ Ինչու՞։ Դե որովհետև նշեցի, որ Ռուսաստանի համար ցանկալի տեխնացուն Հայաստանի ղեկավարի պաշտոնում դա Ռոբերտ Քոչարյանն է, եւ եթե Մոսկվայից Ռուսաստանից կլինի մեկ զանգ, որ բոլորը պետքա մեկ մարդու նման ձայները տան Ռոբերտ Քոչարյանին, ապա այդ բոլորը ձայները կտան Ռոբերտ Քոչարյանին, քանի որ դիմադրելու որևէ պոտենցիալ եւ հնարավորություն չունեն այդ զանգերին։ Ինչու կարող է Մոսկվան ճնշել միլիարդատեր Սամվել Կարապետյանին, ոչ պակաս միլիարդատեր Ռոբերտ Քոչարյանին ու չի կարող ճնշել խոցելի Նիկոլ Փաշինյանին։ Ասեմ ինչու կարող է, որովհետեւ այդ ձեր կողմից նշած միլիարդատեր Սամվել Կարապետյանի միլիարդները գտնվում են Ռուսաստանում եւ մեծ առումով այդ միլիարդները իրեն էլ չեն պատկանում եւ հաշվի առնելով Ռուսաստանում արկա քաղաքական համակարգը, ապա մենք գիտենք, որ ցանկացած պահի, եթե քաղաքական որոշում կայացվի, որ այդ միլիարդները պետքա Սամվել Կարապետյանից վերցվեն եւ ոչ միայն միլիարդները, ապա դա կարվի ընդամենը 24 ժամվա ընթացքում եւ հետեւաբար այս մարտիկ նաև ունենալով միգուցե որոշակի այլ կոմպրոմատներ իրենց վրա, իրենք կարող են ոչ թե կարող են համոզված եմ իրենք կանեն ցանկացած բան, ինչ որ Ռուսաստանից կասվի եւ կթելադրվի եւ հետեւաբար իրենք շատ խիստ վերահսկելի են Ռուսաստանի կողմից, որը նաև մեր համար Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համար չափազանց մեծ խնդիր է։ Պարոն Առաքելյան, Նիկոլ Փաշինյանին ճնշելու լծակներ չունի Վլադիմիր Պուտինը։ Ինչ լծակներ պետք է ունենա։ Հարցնում եմ, դուք եք հիմա Ես համոզված եմ, որ Ռուսաստանը որևէ կոմպրոմատներ ունի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, այլապես մինչև հիմա այդ կոմպրոմատները կօգտագործվեն։ Իսկ իմ ասած իմ խոսքը կոմպրոմատների մասին է ձեր կողմից նշված ուրեմն մարդկանց նկատմամբ։ Եվ հետաքրքիր է, որ Սերժ Սարգսյանն էր դուրս մնացել, նույնիսկ նոր ուժեր կային, որոնք այս տարի նոր հայտ են ներկայացրել, մեկական տոկոսներ ունեին հավանականություն, որ քվեկ ստանան։ Սերժ Սարգսյանը ոչ վստահելի քաղաքական գործիչների ցանկում կար, ոչ ՀՀԿ-ն անցողի եւ ընդհանրապես ՀՀԿ-ն չկար, սա ինչու էր պայմանավորված։ Պայմանավորված է հենց դրանով, որ ըստ էության իրենք հարցումներ են միգուցե արել կամ իրենք հասկացել են, որ իրենք նույնիսկ 1%-ի շանս չունեն եւ չեն փորձել շատ ավելի ազնիվ են գտնվել իրենց ընտրողների նկատմամբ եւ երևի ցանկություն չունեն այդ պայմաններում մասնակցել ընտրություններին։ Բայց նրանք փողոցային պայքար են սկսելու։ Դե անկեղծ ասած դա ինձ համար շատ ավելի հումոր է հիշեցնում, առավել եւս ընտրություններից ուղիղ 3 ամիս առաջ փողոցային պայքարի կոչ անել, երբ որ մի ամբողջ 5 տարի իրենք ունեին եւ այդ փողոցային պայքարը տեսանք ինչպիսի արդյունքներ տվեց։ Եվ մեծ առումով ընտրությունները նույնպես ինչ որ առումով փողոցային պայքարի տարբերակ է, եթե իրենք ուզում են այդպես փողոցային պայքար իրականացնել են, ընտրությունները լավ նախընտրական արշավը լավ հնարավորություններ գտնվել տարբեր մարզերի, տարբեր քաղաքների եւ գյուղերի փողոցներում եւ իրենց տեսակետները հայտնել եւ դրա արդյունքում ձայներ ակնկալել քաղաքացիներին, բայց ինչպես երևում է, իրենք նույնիսկ դրա ուրեմն շանսը չեն տեսնում։ Դուք այդպես վստահ պնդում եք, որ փողոցային պայքարում հաջողության չեն հասնի, որովհետև հանրապետականներին մարդկային ֆինանսական ռեսուրսով էապես աջակցող գործարարները հիմա կամ իշխանական թևում են կամ լոյալ վերաբերմունք ունեն իշխանության նկատմամբ։ Նույն Սամվել Ալեքսանյանը, Արտակ Սարգսյանը, Սասի սեփականատեր եւ այլ գործիչներ, որոնք ակտիվ դերակատարություն ունեին հանրապետական իշխանության պահպանման գործում, Մալաթիայում օրինակ հաղթում էր ՀՀԿ-ն եւ այլն։
ՍԱՍ-ի արտակը իր աշխատակիցներին Փարիզ էր խոստանում եւ այլն հայտնի ձայնագրությունները, որոնք հիմա այս հեղափոխական, ժողովրդավար, արտարության համար իշխանության եկած ԿՊ-ի օրոք որևէ պատասխանատվություն եւ հետևանք չունեցան։ Հիմա նրանք անցել են այս կողմ, դրա համար եք վստահ, հարցս դա էր։ Ոչ, իհարկե դրա համար չեմ պնդում, քանի որ այդ ժամանակները անցել են, երբ որ օլիգարխները իրենց շատ մեծ ֆինանսական միջոցներով եւ ընտրակաշառքներով կարող էին գնել մեր ընտրողների ձայները եւ դրանով ձայն հավաքել 2017 թվականի ընտրությունները եւ դրան հաջորդած իրադարձությունները դրա վառ վկայություններ, երբ որ ՀՀԿ-ն հավաքեց, չգիտեմ, 60 եւ ավել ձայներ, եթե չեմ սխալվում, կամ 60-ին մոտ, եւ ընդամենը մի քանի ամիս հետո մենք տեսանք, թե ինչ տեղ ունեցավ։ Այստեղ ամենակարևորը ժողովրդի մասնակցությունն է եւ այս ամբողջ 5 տարիների այդ փողոցային պայքարը ցույց տվեց, որ ժողովրդի լայն զանգվածներ չաջակցեցին ոչ միայն ՀՀԿ-ին, այլ նաեւ այն սրբազան պայքարի դուրս եկած հոգևորականներին, քոչարյանական թևի ներկայացուցիչներին, Կարապետյանների ուրեմն թևի ներկայացուցիչներին, այսինքն հավաքական առումով այս մարդիկ 5-ից 10 հազարի կարգի միջինում ըստ էության մարդիկ էին հավաքում հրապարակում, իսկ դա կրիտիկական զանգված չի փողոցային պայքարով որոշակի հաջողությունների հասնելու համար եւ հետեւաբար գլխավոր պատճառը այստեղ ոչ թե ֆինանսներն են, այլ գլխավոր պատճառը հասարակության տրամադրվածությունն է այս մարդկանց նկատմամբ։ Եվ հարցման մեկ այլ դրվագի անդրադառնանք արտաքին քաղաքականությանն առնչվող։ Այդ հարցման մեջ նշվում է, որ հետևյալ երկրներից, որոնք են ներկայացնում ամենամեծ քաղաքական սպառնալիքը Հայաստանի համար, նշել են, որ Ադրբեջանը 80%, Թուրքիան 69%, Ռուսաստանը 29%, 2%-ով աճել է Ռուսաստանից այդ ենթադրվող քաղաքական սպառնալիքները, բայց ամենամեծը Թուրքիան եւ Ադրբեջանն են, խաղաղության ձեռք մեկնած Ադրբեջանի մարդիկ 80%-ը կարծում է, որ սպառնալիք է Հայաստանի համար։ Գիտեք, մենք Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ընդամենը 5 տարի առաջ ենք պատերազմել կամ ավելին ասեմ, ընդամենը 1.5-2 տարի առաջ դեռևս մեր սահմաններին կրակոցներ կային եւ ներխուժման վտանգներ կային, բայց բնական է, որ այս 2 տարիների ընթացքում չի կարող Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ անվստահությունը հասարակության մեջ վերանալ, առավել եւս, երբ որ մենք այսօր դեռևս ունենք փակ սահմաններ, դեռևս վերջնականորեն չի ստորագրվել խաղաղության այդ փաստաթուղթը, դեռևս ինստիտուցիոնալ եւ դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվել այդ երկրների հետ, դեռևս այդ երկրների հետ չունենք սերտ առևտրատնտեսական հարաբերություններ, մենք դեռ ճանապարհի առաջին այսպես մետրերում ենք եւ այս ճանապարհը բավականին երկար պետք է անցնենք, որպեսզի այդ ձեր թվարկած ցուցանիշները շատ ավելի իջնեն եւ ես համոզված եմ, որ խաղաղության յուրաքանչյուր օրը մեզ կբերի շատ ավելի այսպես հասարակության մոտ միգուցե ոչ այդպիսի ծայրահեղ մոտեցումներ Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ, սա նույնպես կարևոր է մեր համար, որպեսզի մեր հասարակությունը նաեւ հոգեբանորեն նույնպես պատրաստ լինի կամ հոգեբանորեն ավելի ուժեղ գտնվի, քանի որ ուզենք թե չուզենք Թուրքիան եւ Ադրբեջանը մեր հարևաններն են եւ ինչ որ ձև մենք պետք է գտնենք հարաբերվելու, գոյակցելու, ապրելու ինչ որ հնարավորություններ։ Իսկ Ռուսաստանի հետ կապված աճը ինչով է պայմանավորված։ Դե Ռուսաստանի հետ աճը պայմանավորված է էլի վերջին 5 տարիների ընթացքում տեղ ունեցած գործընթացներով, սկսած Ղարաբաղից, վերջացրած 23 թվականով, 22 թվականին այդ հարձակումներով ու այդպես շարունակ եւ այն ամենի հետ կապված է, պայմանավորված է դրանցով, ինչի մասին մենք բազմիցս նաեւ ձեր եթերներում խոսել ենք, երբ որ Ռուսաստանը լինելով Հայաստանի Հանրապետության ուրեմն դաշնակիցը եւ երկկողմ փաստաթղթերով եւ բազմակողմ այսպես ՀԱՊԿ-ի շրջանակներում մենք տեսել ենք, որ Ռուսաստանը պատշաճ չի կատարել իր դաշնակցային պարտավորությունները եւ սա բնականաբար ուրեմն
բերել է հասարակության մոտ նման ընկալումների եւ այստեղ ես կարծում եմ, որ այն մարդիկ, որ առավոտից երեկո խոսում են հայ-ռուսական հարաբերությունների կամ բարեկամության մասին, պետք է այդ մարդիկ եւ նաեւ Ռուսաստանը մտածելու եւ խորելու առիթ լինի իրենց, թե ինչու է մեր հասարակությունը այդպես մտածում Թուրքիայից, Ադրբեջանից հետո Ռուսաստանը համարում է Հայաստանին համար որպես երրորդ սպառնալիք պետությունը այն պարագայում, երբ որ ֆորմալ առումով Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ուրեմն գործընկերը դաշնակից։ Հիմա տեսեք, այս ֆոնին Իսրայել, Ամերիկա, Իրան հարց է առաջանում, ըստ Ադրբեջանի արտգործնախարարության Հայաստանը աջակցություն է հայտնել Ադրբեջանին, բայց օրինակ Իրանի զորակցություն չի հայտնվել, դեսպանատուն այց չի կատարվել իշխանության վարչապետի, արտգործնախարարի, փոխվարչապետերի, ազգային ժողովի նախագահի մակարդակով, սա ինչպես կմեկնաբանեք, սա խնդրահարույց չէ, մի օր չեն հիշացնելու իրանցիք սա մեզ։ Տեսեք, նախ Հայաստանի Հանրապետության վարչապետը հեռախոսազրույց է ունեցել, նաև ցավակցական հեռագիր է ուղարկվել, Հայաստանի արտգործնախարարն է հեռախոսազրույց ունեցել եւ ելի ցավակցական Ում հետ է խոսել Փաշինյանը հեռախոսով։ Հեռախոսով խոսել է, եթե չեմ սխալվում, Փեզեշքյանի հետ։ Պարզապես միայն հեռագրի պահն է հայտարարել։ Ես եթե չեմ սխալվում, միգուցե սխալվում եմ, բայց եթե չեմ սխալվում, հեռախոսազրույց եղել է, կճշտեք դա, եղել է բնականաբար ցավակցական հեռագիրը, նաև եթե չեմ սխալվում, Հայաստանի Հանրապետությունը արտգործնախարարների խոսակցության ժամանակ նաև առաջարկել է հումանիտար աջակցություն, այսինքն Հայաստանի Հանրապետության կողմից պարզապես զուտ խոսքերով ինչ որ աջակցելու կամ ցավակցելու հարց չի եղել եւ նաեւ եթե ելի չեմ սխալվում, մեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը այցելել է Իրանի դեսպանատուն եւ այնտեղ, չգիտեմ, գրառում է արել եւ այլն, այսինքն Հայաստանի Հանրապետությունը մեծ առումով իր եւ ցավակցությունը եւ ինչ որ առումով ըմբռնում այս գործընթացին հայտնել է, իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ կապված, ապա բնականաբար Ադրբեջանը լինելով նաև էլի Հայաստանի Հանրապետության հարևանը, շատ կարևոր էր, որ այս իրավիճակում նաև Ադրբեջանի պաշտոնյաների հետ կոնտակտներ լինել, եւ սա նախ եւ առաջ բխում է Հայաստանի Հանրապետության ազգային պետական շահերից, Հայաստանի Հանրապետության որդեգրած քաղաքականության սկզբունքներից։ Իսկ ինչու հարվածեց Իրանը Ադրբեջանին, սա պարզ է, որովհետև ըստ էության վտանգներ չկար առայժմ Ադրբեջանի տարածքից։ Նախ այդ փաստը, որ Իրանն է հարվածել Ադրբեջանին, իրանական կողմից չի հաստատվել, եւ սա ես կարծում եմ իհարկե մեր տեղեկատվական դաշտում տարածվում է, որ սա Իրանն է հարվածել, բայց չկան ապացույցներ եւ չկա իրանական կողմից հաստատում, որ այդ դրոնները հենց իրանական կողմից են կառավարվել եւ թիրախավորվել Ադրբեջանի տարածքը, ավելին, եթե չեմ սխալվում, իրանական կողմից հերքում է տեղի ունեցել, որ դա իրենք են, ավելին իրենք ասել են, որ սա երրորդ երկրների կողմից սադրանք էր Իրան-ադրբեջանական հարաբերություններին, եւ այս տեսանկյունից ես չեմ կարող պատասխանել այդ հարցին, քանի որ կրկնեմ, ես չունեմ տեղեկատվություն, որ դա եղել են իրանական դրոններ։ Այո, Ադրբեջանի տարածքը ռմբակոծվել է, բայց հասցեատերը դեռևս պարզ չէ գոնե մեզ համար։ Դե ով պետք է լինի, Հայաստանը չէ, Թուրքիան չէ։ Դե կարող է չէ, նաև սադրանք լինել, տարբեր, մենք գիտենք, որ այս կոնֆլիկտի մեջ, եթե հաշվենք մոտ 1 տասնյակին մոտեցող երկրներ կան, որոնք ներգրաված են այս կոնֆլիկտին, կան տարբեր շահեր, կան տարբեր ուրեմն հետաքրքրություններ եւ ինչ որ մեկը կարող է նույնիսկ սադրանք իրականացնել Ադրբեջանի կամ Իրանի նկատմամբ, կրկնեմ, իրանական կողմը չի հաստատել, որ դա իրենք են եւ մեծ առումով, գիտեք, մեծ առումով, երբ որ նայում ենք տրամաբանությանը, ապա ակնհայտ է, չէ, եթե նույնիսկ Իրանի կողմից լիներ, պետքա սլաքները ուղղվեին Իրանին, ինչու էր Իրանին դա պետք։ Ադրբեջանին վախեցնելու համար ես կարծում եմ Ադրբեջանում գիտեն Իրանի ամբողջ պոտենցիալը եւ այստեղ վախեցնելու որևէ խնդիր չկար։
Այլ հարց է, որ միգուցե որոշ ուրեմն կողմեր կցանկանան տեսնել Ադրբեջանին ակնհայտ հակաիրանական այդ բևեռում։ Իրանը զգուշացնելու խնդիր չուներ, որ օրինակ օդային տարածքդ Իսրայելին չտրամադրես։ Դե ես կարծում եմ, եթե նման տեղեկատվություն ունենար Իրանը, ապա ես համոզված եմ, որ Իրանը ոչ թե կզգուշացներ, այլ արդեն կոնկրետ քայլերի կդիմի։ Կոնկրետ պատճառաբանությամբ, քանի որ այստեղ պետք է հասկանանք, որ Ադրբեջանը նույնպես բավականին խոցելի իրավիճակում է, հաշվի առնելով նաև Ադրբեջան-Իսրայել հարաբերությունները։ Եվ պարոն Առաքելյան, վերադառնալով էլի Հայաստանի թեմաներին, երկաթուղու հարցը այդպես օդից կախված է մնացել։ Ինչ է լինելու։ Նիկոլ Փաշինյանը նախ հույս էր հայտնում, որ ռուսական կողմը իր փողերով որոշակի հատվածներ կվերանորոգի, մասնավորապես Թուրքիայի հետ սահմանին եւ Ադրբեջանի հետ սահմանին, դա արագ փոխարինվեց նրանով, որ անհրաժեշտություն կա կառավարումը ռուսների ձեռքից վերցնելու եւ պաուզա։ Նիկոլ Փաշինյանը իհարկե ասում է բանակցություններ կան, գնում են եւ այլն, բայց տեսանելի ոչինչ չկա։ Դուք տեղեկություններ ունեք, ինչ փուլում է գործընթացը եւ արդյոք ռուսական կողմից հեշտ է լինելու վերցնել։ Ես իհարկե տեղեկություն չունեմ այդ բանակցությունների մանրամասներին։ Մենք պետքա այնուամենայնիվ այս ամբողջ գործընթացները դիտարկենք մեր ազգային պետական շահերի տեսանկյունից։ Եթե երկաթուղիները ռուսական կառավարման ներքո նպաստում են Հայաստանի որպես տարանցիկ երկրի ուրեմն հնարավորությունների ավելացմանը, շատ լավ, եթե Ռուսաստանը ունի այդ հնարավորությունները, որպեսզի այդ երկաթուղիները արդիականացնի, շատ լավ, բայց եթե չկան այդ հնարավորությունները, առավել եւս մենք գիտենք, որ այսօր Ռուսաստանը գտնվում է շատ լուրջ սանկցիաների ներքո եւ մենք չպետքա նաև դրա պատճառով հայտնվենք որոշակի անելանելի դրության մեջ։ Հայաստանի երկաթուղիները դրանք Հայաստանի սեփականությունն են եւ Հայաստանը ելնելով իր ազգային պետական շահերից պետքա լուծումներ գտնի այդ խնդիրներին։ Ես կարծում եմ մեր կառավարությունը նաև ռուսների հետ բանակցություններում փորձում է այդ ուրեմն խնդիրներին լուծումներ գտնել, եւ այդ լուծումները նախ եւ առաջ պետքա համապատասխանեն կրկնեմ մեր ազգային պետական շահերին։ Բայց Նիկոլ Փաշինյանը առաջին շարքում ոչ միայն Հայաստանի շահն է դրել, այլ նաև Ռուսաստանինը։ Ինչը տարօրինակ է։ Տարակուսելի է, որ պետության ղեկավարը ինչպես է Ռուսաստանի շահ դրված ներողություն։ Դե ասում է այնպիսի պետություն ընտրենք երկաթուղին կառավարելու համար, որ բարի դրացիական հարաբերություններ ունենա, բարեկամական հարաբերություններ ունենա ոչ միայն Հայաստանի հետ, այլ նաև Ռուսաստանի։ Ես աշխարհում, երբ որ 4 կողմից Ռուսաստանին պատժամիջոցների տակ են գցել, որտեղից ենք, այսինքն մատների վրա հաշված պետություններ պետք է առանձնացնել եւ նրանց պետք է ընտրել ինչ-որ մեկին։ Տեսեք, այստեղ խնդիրը հետեւյալն է, քանի որ շատերը փորձում են այս երկաթգծի թեման էլի սրել դարձնել հակառուսական, հա, այսպես էլի գործընթացի մի մաս, դրա համար նաև բնական է, որ Հայաստանի կառավարությունը ցույց է տալիս, որ իրենք չունեն հակառուսական տրամադրություն եւ այս գործընթացը բնավ ուղղված չի Ռուսաստանի դեմ որպես գործընկեր բարեկամ պետություն։ Բնական է, որ իշխանությունը, մեր երկրի իշխանությունը շատ ավելի պատասխանատվությամբ է վերաբերում այս գործընթացին, որպես այդ գործընթացի պատասխանատու եւ նաեւ նման միգուցե առաջարկներ է անում, որը շատ նորմալ է։ Այսինքն սա եւս ցույց է տալիս։ Բայց այստեղ այս ձեր ԿՊ-ի մոտ մի բան են չի։ Նիկոլ Փաշինյանն ասում է անվտանգության երաշխավորը քաշվեց մի կողմ, դարձանք պետություն, հիմա ասում ենք Հայաստանի շահերը հաշվի առնելով Ռուսաստանի հետ հարաբերությունները լարվածության չհասնենք։ Եթե մի պետություն ներկա է եղել եւ Հայաստանի պետություն ունենալուն խոչընդոտել է, հիմա ո՞րն է այն բալանսը, որ պետք է նաեւ Ռուսաստանի հետ հանուն պետական շահի լարվածություն չունենալ։ Բալանսը հետեւյալն է, ակնհայտ է, որ մենք ունենք Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերություններ, ակնհայտ է, որ Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունները կարևոր են ու այստեղ
այլ հարց չկա, հա, Հայաստանի կողմից առնվազն այլ տեսակետ չկա, որ հայ-ռուսական հարաբերությունները կարևոր են, բայց այդ կարևորությունը պետքա լինի երկուստեղ կամ երկկողմանի։ Հայաստանը այնուամենայնիվ փորձում է լինել այն կողմը, որը չի նախաձեռնում կամ առաջինը չի նախաձեռնում հայ-ռուսական հարաբերությունների տարբեր ոլորտներում այդ հարաբերությունների վատթարացմանը, ընդհակառակը առաջարկում է լուծումներ, որպեսզի նաև տնտեսական ոլորտում խնդիրներ չառաջանան, տվյալ դեպքում խոսքը վերաբերում է երկաթուղիներին, բայց միևնույն ժամանակ պետք է հասկանանք, որ վերջնարդյունքում այդ հարցը պետք է լուծվի ոչ թե ի վնաս Հայաստանի Հանրապետությանը, առավել ևս երբ որ այդ գույքը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը, եւ այստեղ Հայաստանը ընդհանրապես փորձում է որպես գործընկերային, հա, մթնոլորտում այդ խնդիրներին լուծում տալ, բայց այդ գործընկերությունը պետք է երկուստեք լինի, այդ ըմբռնումը պետք է երկուստեք լինի, կրկնեմ, եթե այդ ըմբռնումը երկուստեք չի լինում, ապա Հայաստանը բնականաբար որոշումներ է կայացնելու, որը պետք է նախ եւ առաջ բացառապես համապատասխանի իր ազգային պետական շահերը։ Շնորհակալություն, պարոն Առաքելյան, հարցազրույցի համար։